կարաս համարձակացես, որ դու Աստվածավախ ես։ Չէ, մի վրացեք ամեն ասեք, մի վրացեք։ Պատասխանատու բառեր եք ասում դուք։ Հիմա հարց եմ ուղղում ձեզի նորից, եթե թանկագինս վստահ չես, փորձի սովորել Աստվածավախություն, այսօր մենք բոլորը սովորելու ենք Աստվածավախություն, որովհետև քրիստոնեություն առանց Աստվածավախության քրիստոնեություն չկա։ Ընդհանրապես Աստվածապաշտություն չկա։ Ամեն։ Հիմա ես ուզում եմ թանկագիններս Աստվածավախությունից ենք խոսալու այսօր։ Ես իրիկունը միտեղ կարդացինք, ինչքան հնարավոր է լուր, ժողովուրդ ջան։ Լավ։ Ինչքան հնարավոր է լուր, եթե բան ունեք շատ կարևոր խոսալու շշուկով, որ կողքինը չլսա։ Հիմա ուզում եմ թանկագիններս բացենք Մաղաքիա մարգարեություն, երեխեքի խոսալը ոչինչ։ Մաղաքիա մարգարեություն եկեք բացենք։ Երկրորդ գլուխը ուզում եմ բացենք։ Առաջի խոսքից ուզում եմ կարդանք Մաղաքիայի մարգարեություն երկրորդ գլուխ առաջի խոսք։ Ասում է այս պատվերը ձեզի է ով քահանաներ։ Եթե մտիկ չանեք, եթե ձեր սրտի մեջ չդնեք իմ անունից պատիվ տալ, ասում է Տերը։ Այնատեն ձեզ անեծք պիտի ուղարկեմ։ Ձեր օրհնությունները պիտի անիծեմ։ Այսինքն թանկագինս, եթե դու քո սրտի մենք բոլորովս մեր սրտի մեջ չդնենք Տիրոջը պատվել, մենք անեծք կա գալու մեր կյանքերում։ Ասում է ձեր օրհնությունները պիտի անիծեմ։ Այո, նրանք արդեն անիծել եմ, քանի որ դուք ձեր սրտին մեջ չեք դնում, այսինքն որոշում չեք կայացնում վճռական, որ Տիրոջը պատիվ տալ։ Եվ երրորդ խոսքը ասում է, ահա ես ձեր սերունդը պիտի հանդիմանեմ։ Ձեր երեսի վրա աղտ, ձեր տոներին աղտ պիտի ցանեմ։ Լսում եք։ Չորրորդ խոսքը հետևյալն ասում, այն ժամանակ պիտի իմանաք, թե ես ձեզ ղրկեցի այս պատվերը, որպեսի իմ ուխտս ղևի հետ լինի, ասում է Զորքերի Տերը։ Հիմա 5-րդ խոսքը ուզում եմ կարդալ։ Նայեք, ուխտի մասին է խոսում։ Ասում է իմ ուխտս նրա հետ էր կյանքի եւ խաղաղության համար։ Այսինքն, նայեք, ինչ ասում է իմ ուխտս նրա հետ էր։ Լսում եք։ Ես կխնդրեմ այդ պատանները փակեք, որպեսզի դրսի ձեները չի գա, հա։ Այսինքն թանկագիններս, եթե ասում է իմ ուխտս նրա հետ է, նշանակում է Իսրայելը ուխտազանց է եղել։ Ասում է իմ ուխտս նրա հետ էր, այսինքն Իսրայելի իմ ժողովրդի հետ էր կյանքի եւ խաղաղության համար։ Թանկագիններս, հիմա հարց բոլորիս։ Բոլորս ուզում ենք, չէ՞ որ օրհնված կյանք ունենանք։ Չի քննարկվում այդ հարցը։ Եվ ուզում ենք խաղաղություն ունենանք մեր սերունդների մեջ, չէ՞։ Բայց գիտեք, դա հենց այնպես չի գալիս։ Հենց այնպես քո ընտանիքում, քո սերունդների մեջ, քո ազգի մեջ, քո երկրի մեջ ոչ խաղաղություն կգա, ոչ էլ կյանք կգա։ Հենց այնպես այդ չի լինում։ Եթե թանկագինս դու ուզում ես, որպեսզի քո կյանքի մեջ գա այդ գերբնական օրհնությունը, դու պետք է ուխտ անես Տիրոջ հետ։ Ասում է կյանքի եւ խաղաղության համար։ Հիմա շարունակությունը լսեք ինչ ասում։ Ասում է զանոնք անոր տվի, այսինքն այդ խաղաղությունը եւ կյանքը Իսրայելին տվեցի, ինչի փոխարեն։ Երկյուղի փոխարեն, որով ինձանից կվախենար ու իմ անունից երեսից կսարսափեր։ Դրա համար եմ թանկագինես ես ձեզի հարցնում, դու համոզված ես, որ դու Աստվածավախ մարդ ես։
Եթե դու աստվածավախ մարդ ես, օրհնություն կգա քո կյանքում։ Եթե դու աստվածավախ մարդ ես, ինչքան ուզում ես աղոթես, ոչ մի բան չի լինելու։ Օրհնություն չի գալու քո կյանքի մեջ։ Ուղղակի օրհնություն չի գալու։ Աստված չի օրհնելու։ Հնարավոր է, որ դու քո աշխատասիրության հաշվին ինչ որ մի բաներ հավաքես, բայց եթե Տիրոջ օրհնությունը չեղավ, ոնց հավաքես, ինձ ձև կծրվի։ Այստեղ եք թանկագիններ։ Ուզում եմ ես մի բան նայենք, թանկագիններ, ինչ է նշանակում Տիրոջից երկյուղ։ Ընթացքում դուք մտածեք ուխտ անելու ենք, թե չէ վերջում։ Ինչ է նշանակում Տիրոջ երկյուղ։ Տիրոջ երկյուղը թանկագիններ նշանակում է խորը ակնածանք, հարգանք, պատկառանք եւ սուրբ երկյուղ ունենալ նրա առաջ։ Դա այնպիսի վերաբերմունք է, որը մղում է մարդուն ատելու մեղքը եւ հնազանդվելու Աստծուն։ Հիմա ես քեզի ասեմ մի բան, եթե քո կյանքում մեղքի նկատմամբ չկա ատելություն, չկա զսպանք, դու աստվածավախ մարդ չես։ Պետք է նորից կրկնել թանկագիններ։ Եթե քո կյանքում մեղքի հանդեպ չկա զզվանք, չկա ատելություն, դու աստվածավախ մարդ չես։ Մի հատ հետաքրքիր բան եմ ուզում ասեմ։ Գիտեք սատանան ձեզ ինչ է առաջարկելու։ Կարա երազի միջոցով քո հետ խոսա ինքը։ Շատ ենք այս վերջերս լսում։ Ինքը քեզի փառք է առաջարկելու, անուն։ Մեծ հարստություն, մեծ փառք, մեծ պատիվ ու տալու է, եթե դու իր կամքը կատարես։ Կտա։ Մի անգամից կտա։ Բայց գիտեք դրա հետևում ինչ կա։ Դրա հետևում մահ կա։ Չեմ ասում եմ կմահանա ասկիթած դժոխ, ինքը տալի է, բարձրացնելու է, հետո մի անգամից խփել գցելու է։ Դա սատանայի գայթակղությունն է եւ առաջարկն է։ Այդ նույն բանը ինքը Հիսուսին առաջարկեց, սիրելիներ։ Թանկագինս, եթե սատանան քեզի գումար առաջարկում աշխարհը, մերժա։ Այդ գումարը մերժա։ Այդ փառքը մերժա։ Այսօր ինտերնետային չէ, կա ինտերնետով մի անգամից մարդը կարողանում է մեծ անուն ձեռք բերա մեծ գումարներ վաստակա, բայց եթե թանկագինս քո հարստության մեջ, քո ընտանիքի մեջ, քո գումարների մեջ Տերը ներկա չի, Տիրոջ երկյուղը չկա, ամեն բան սատանան ցրվելու է։ Ես հայերեն եմ խոսում, չէ՞։ Թանկագիններս որքան կարևոր է Տիրոջ երկյուղը։ Տիրոջ երկյուղը ունենալ դա քո որոշումն է, սիրելիս, այնպես չի գալու քո կյանքի մեջ։ Հետո ես մի բան եմ ուզում ասեմ, ուղղակի որպես կողքից։ Եթե հենց հիմա դու քեզի օրհնված երջանիկ մարդ չես համարում, դա շատ վատ է։ Հենց այս վարքյանին։ Եթե դու չունես գոհացող սիրտ քո իրավիճակի համար, երկնքի դռները փակվելու են քո աղոթների առաջ։ Եթե, լսում եք ինչ եմ ասում, այս վարքյանին դու քեզի օրհնված երջանիկ մարդ չես համարում, քո կյանքում սխալ հոգի կա։ Մի բան եմ ասում քեզ, եթե դու գիտակցում ես, հավատում ես, որ Աստծո հոգին քո մեջ է ապրում, արդեն իսկ հերիք է ուրախանալու համար։ Եթե Աստված քո հետ է, եթե դու Սուրբ Հոգու տաճար ես, արդեն իսկ դու օրհնված մարդ ես։ Բայց դե մի հարց կա, թանկագինս, որ դու պետք է օր-օրի նորոգվես, օր-օրի քո միտքը պետք է նորոգվի, օր-օրի քո կամքը պետք է նորոգվի, օր-օրի քո լեզուն պետք է բժշկվի, օր-օրի քո զգացմունքները պետք է փոխվեն։ Ամեն թանկագիններս։ Ինչ է նշանակում Տիրոջից երկյուղ, թանկագինս։ Ավելին ասեմ։ Երկյուղ գիտեք որն է։ Երկյուղ սիրելիս, Տիրոջից երկյուղը գիտեք որն է։ Նայեք, Աստված է ստեղծել, ճիշտ է մեր միտքը։ Քո միտքը Աստված կարդում է։ Դու ինչ որ մտածում ես, Աստված գիտի։
Աստված սրտերը քննող, Աստված երիկամունքները քննող Աստված է։ Նրա աչքից ոչ մի բան չի վրիպում։ Եթե դու քո սրտիդ մեջ ինչ որ մեկին չես սիրում, նա գիտի դա։ Եթե քո սրտում ինչ որ մեկի հանդեպ արհամարանք կա, Աստված այդ ամեն ինչը գիտի, հանկագին ես։ Օրինակ, երբ որ մենք մնում ենք խանութ, կամերաները վերահսկում են, չէ՞։ Գիտեք ինչն են վերահսկում, մենակ քո շարժը, բայց երկնային կամերաները, Աստծո աչքերը մարդու սիրտն ու երիկամունքը տեսնում է, ողն ու ծուծը, ամեն բան ինքը գիտի, հանկագին ես, եւ դու ապրում ես նրա առաջ։ Դու քայլում ես նրա առաջ։ Դու մտածում ես նրա առաջ։ Դու խոսում ես նրա առաջ, երբ որ մենակ ես։ Դու մտածում ես նրա առաջ։ Դու քննում ու զննում ես մարդկանց նրա առաջ։ Թանկագին ես։ Տիրոջ աչքից ոչ մի բան չի վրիպում։ Ամեն բան նա գիտի քո մասին։ Դրա համար սիրելիներս, ասում է, քանի դեռ շուտ է ձեր մեղքերը խոստովանեք։ Որովհետև Աստված համբերատար Աստված է, Աստված գիտի, տեսնում է, բայց լռում է։ Լսում եք սիրելիներ։ Եթե դու ցանկագինս ուզում ես ամբողջ կյանքումդ առողջ լինես, հաջողակ լինես քո գործերի մեջ, երջանիկ լինես քո ընտանիքով, բարի անվան տեր լինես, քեզ պետք է Տիրոջ ներկայությունը։ Միայն ու միայն Տիրոջ ներկայությունը։ Ամեն։ Միայն ու միայն Տիրոջ ներկայությունը։ Ավելին ասեմ, առանց Տիրոջ երկյուղի չկա Տիրոջ ներկայություն։ Եթե դու ունես Տիրոջից երկյուղ, դու ունես Տիրոջ ներկայությունը։ Եթե դու չունես Տիրոջից երկյուղ, դու չունես Տիրոջ ներկայությունը։ Աստված ուզում է քո կյանքում ներկա լինի, բայց ցանկագինս մի բան ասեմ, քո մեղքերը հեռացնում է Տիրոջ ներկայությունը քեզանից։ Դու գիտեք ում ներկայությունն է գալիս, սատանայի ներկայությունը։ Ինչի համար Քրիստոս եկավ այս աշխարհ։ Կարաք ասեք։ Որպեսզի մեղքի խնդիրը լուծի։ Նա եկավ այս աշխարհ, որպեսզի մարդկանց կյանքերից հեռացնի մեղքը, բայց եթե մարդը չհավատա, չգործի, չընդունի, չաշխատի, չպայքարի, այդ մեղքերը չեն հեռանա։ Դու կդառնաս մի քրիստոնյա, որ Քրիստոսի անունը կանչում է, բայց ապրում է անհաջողությունների ու անեծքի մեջ։ Ինչի համար, որովհետև Տիրոջ երկյուղի բացակայության պատճառով Տիրոջ ներկայությունը հեռանում է։ Իսկ եթե Տիրոջ ներկայությունը հեռանում է, դիվային ներկայություն է գալիս։ Իսկ եթե դիվային ներկայություն է գալիս, դևը իր այդ անեծք է բերում։ Վախ է բերում, մոլորություն է բերում, սարսափ է բերում, հիվանդություններ է բերում։ Դրա համար թանկագինս մի ապրի այս աշխարհի ցանկություններով, մի ապրի այս աշխարհի նման, ասում է Հռոմեացի թղթերի մեջ Պողոս առաքյալը հետևյալն է ասում է մի կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով։ Մի ապրեք այս աշխարհի նման։ Մի ընդօրինակեք այս աշխարհից, թող աշխարհը ձեզանից ընդօրինակի։ Թող աշխարհը քո վրա տեսնի ուրախության հոգի։ Թող աշխարհը քո վրա տեսնի խաղաղության հոգի, երջանկության հոգի։ Գիտեք, երեք երիտասարդներով մենք մի հարց ենք քննարկում։ Կարա մարդը միլիարդներ ունենա, բայց երջանկություն չունենա։ Լսում եք։ Ոչ թե կարա, այլ դա փաստ է, մենք դա տեսնում ենք, այդ իրականությունը կա այսօր։ Նորից եմ կրկնում սիրելիս, կարա մարդը միլիարդներ ունենա, միլիարդ դոլարներ, բայց երջանկություն չունենա, ուրախություն չունենա, Աստծուն չունենա իր ընտանիքում։ Ումն է պետք թանկագինս, դա սատանայի խաբեությունն է։ Ամեն սիրելիներ։ Հիմա թանկագիններս,
Ինչ պետք է մենք սովորենք, սիրելիներ, երկու բան պետք է մենք սովորենք։ Տիրոջից երկյուղ եւ մնալ այդ երկյուղի մեջ մինչեւ մեր կյանքի վերջը։ Մնալ այդ երկյուղի մեջ մինչեւ մեր կյանքի վերջը։ Իսկ որպեսզի թանկագիններս մենք մնանք մինչև մեր կյանքի մեջ Տիրոջ երկյուղի մեջ, մենք պետք է միշտ արթուն լինենք։ Միշտ պետք է Աստծո խոսքի մեջ լինենք, սիրելիներ։ Մենք միշտ պետք է ծառայությունների մեջ լինենք, Աստծո գործերի մեջ լինենք։ Արթուն պետք է լինենք, Պետրոս առաքյալն է ասում։ Պետք է սովորենք Տիրոջ երկյուղը։ Հիմա ուզում եմ բացենք առաջի Թագավորաց 12-րդ գլուխ 14-րդ խոսքը։ Տեսեք ինչ ասում Սամուել մարգարեն։ Տասներկու 14 Ասում է, եթե Տիրոջից վախենակ, գիտեք եթե ինչ է նշանակում։ Եթե նշանակում է թանկագինս դա որ դու ունես ազատ կամք, դու ես որոշում, ապրես նրա երկյուղի մեջ, թե չապրես։ Եթե դա է նշանակում, ասում է եթե Տիրոջից վախենակ եւ նրան ծառայություն անեք, նրա խոսքին հնազալ լինեք, Տիրոջ պատվիրանքների դեմ չկենաք։ Տեսնում եք ինչքան բաներ է թվարկում։ Այսինքն տեսեք թանկագիններս, եթե դու Տիրոջից երկյուղ ունես, դու նրան կծառայես։ Սա մեկ։ Երկրորդը, եթե դու Տիրոջից երկյուղ ունենաս, դու նրա խոսքին հնազանդ կլինես։ Երրորդ, եթե դու Տիրոջից երկյուղ ունենաս, դու նրա պատվիրանքների դեմ չես դուրս գա, այլ նրա պատվիրանքների մեջ կապրես։ Այն ժամանակ թե դուք եւ թե ձեր թագավորը, որ ձեր վրա թագավորում է, ձեր Տեր Աստծո հետ պիտի գնաք։ Հիմա թանկագինս շատ են լսում, չէ՞ մեծերից ասում են, օրինակ մեր մեծերը շատ են ասում, Աստված քո հետ լինի։ Մաղթանք է, դա ուղղակի մաղթանք է, սիրելիս, Աստված հենց այնպես քո հետ չի լինի։ Կաստ է մարդ, որ ուզում է Աստված իր հետ լինի։ Աստված հենց այնպես քո հետ չի լինի, թանկագինս։ Եթե դու նրա երկյուղ ունենաս, եթե դու նրան ծառայես, նրա պատվիրանքներին դեմ չկենաս, նրա խոսքին հնազան լինես, Տիրոջ ներկայությունը կգա քո կյանք։ Ավելին ասեմ, դու կզգաս նրա ներկայությունը։ Դու նրա ուրախությունը կվերապրես ամեն ժամանակ։ Ամեն վարքյան նրա ուրախությունը կվերապրես, ամեն վարքյան։ Ամեն վարքյան նրա խոսքը քո մեջ կբնակվի, ամեն վարքյան դու նրան կփառաբանես, քո սրտից, քո ուրախությունից։ Դու նկատել եք, որ աշխարհում այսօր չկա ուրախություն, նկատել եք։ Գիտեք ինչի համար չկա։ Կա ուրախություն, բայց դա կեղծ ուրախություն է։ Այստեղ եք։ Սատանան տալիս է ուրախություն, բայց դա ժամանակավոր է, դա կեղծ է, դրա հետևում տրտմություն կա։ Տիրոջ տված ուրախությունը անսպառ է, թանկագիններ։ Տիրոջ տված ուրախությունը անսպառ է։ Թանկագինես դու ուրախությամբ քնում ես, ուրախությամբ արտանում ես, դու միշտ ժպտում ես, չգիտեմ, միշտ քո տրամադրությունը բարձր է, ես չեմ ասում դերասանություն անենք։ Դա սրտից է գալիս, դա Տիրոջ ներկայությունից է գալիս։ Ուզում ես իմանաս որքան է Տերը քո կյանքում ներկա, տես ինչքան ես դու ուրախ։ Այստեղ եք սիրելիներ, անկեղծ ուրախություն, գիտեք ամեն ինչի կեղծը կա կեղծ ուրախություն։ Ես այդ ուրախությունից չեմ խոսում։ Ես խոսում եմ անկեղծ ուրախությունից, որ քո սիրտը Տիրոջ ներկայությունից ցնծում է։ Ես այդ ուրախությունից եմ խոսում, թանկագինս։ Ամեն, եթե քո կյանքում այդ ուրախությունը չկա, քննա անձը, տես ինչի համար չկա, քո կյանքում Տիրոջ ներկայությունը ինչի համար է գնացել։
Գիտեք դեպրեսիաները ինչից է սկսվում։ Տիրոջ ներկայության բացակայությունից, նևրոզը ոնց է գալիս։ Տիրոջ ներկայության բացակայությունից։ Երբ որ ուրախությունը կորում է, աստիճանաբար դեպրեսիա, հետո նևրոզը խորանում, հետո մարդը չի ուզում ապրի։ Գիտեք, մի քանի օր առաջ Բատիկյանից ինչ-որ մեկը Իրանը ինքնասպանություն է գործել։ Երկու երեխաների հայր։ Ինքը իր կյանքի վերջը տվե։ Գիտեք ինչի համար։ Դևն է հասրել այդ օրին։ Գիտեք ինչի համար, թանկագինս, Տիրոջ ներկայությունը, երբ որ հեռանում է դևն է գալիս, երբ որ դևն է գալիս, տանում է դրան։ Մարդիկ սկսում են իրար սպանել, ինքնասպանություն գործել։ Այստեղ եք թանկագիններ, դրա համար սիրելիս, ապրիր Տիրոջ երկյուղի մեջ եւ քո սերունդին ժառանգություն փոխանցա Տիրոջ երկյուղը, սովորեցա ոնց պետքա մարդը ապրի Աստծո առաջ։ Դու հավատաս, թե չհավատաս, Աստված քո սիրտը գիտի։ Հավատաս, թե չհավատաս։ Եվ Աստված ամեն մեկին իր սրտի համապատասխան է տալիս։ Օրհնում։ Աստված կտա քեզ քո երազանքը, եթե Տիրոջ ներկայությունը եւ երկյուղը միշտ պահպանես։ Միշտ պահպանես։ Օրինակ մի հետաքրքիր բան եմ ուզում ասեմ։ Սողոմոնը Տիրոջից ինչ որ մի բան խնդրեց, չէ՞։ Խնդրեց իմաստություն, Աստված ասավ կտամ իմաստություն, հարստություն էլ կտամ։ Հարց եմ տալիս ձեզի։ Սողոմոնը պահեց Աստծո երկյուղը։ Չպահեց։ Ինչի՞։ Արթուն չէր։ Աստծո խոսքը չպահեց։ Մեղքի հետևից, կռապաշտության հետևից։ Հիմա դու կասես, ես Սողոմոնից ուժեղ եմ։ Քեզի մի խափա, դու Սողոմոնից ուժեղ չես։ Հալելույա, փառք Տիրոջը, թանկագիններս։ Եկեք բացենք Ելից 20:19։ Ելից 20:19։ 20-րդ գլուխ 19-րդ խոսք։ Հետևյալն է գրված։ Ասում է եւ ասեցին Մովսեսին. Դու խոսիր մեզի հետ եւ մենք մտիկ անենք, բայց Աստված թող չխոսի մեզ հետ, որպեսզի չմեռնենք։ Այսի սխալ վախ էր։ Այսի արդեն սարսափ էր, ոչ թե ագնացանք էր, այլ սարսափ։ 20-րդ խոսքը։ Եվ Մովսեսը ասավ ժողովրդին. մի վախեցեք։ Լսում եք, այսի արդեն սխալ վախի մասին է խոսում։ Այսինքն թանկագինս դու պետք է Աստծուց չվախենաս ինձ է, ոնց որ վախենում ես օրինակ մի հատ գիշատիչից։ Սա սխալ վախ է։ Որտեղ ստե Աստված Մովսեսն ասում է մի վախենաք։ Քանի որ Աստված ձեզ փորձելու եկավ։ Այնպես որ նրա վախը, ընդ ասում մի վախենաք, ցածրն ասում նրա վախը ձեր առջև լինի։ Հասկանում եք, որ ինչի մասին է խոսքը։ Եթե թանկագինս դու Աստծուց սարսափում ես, սա սխալ է, սա Տիրոջ հոգին չէ։ Եթե դու ես մտածում եմ հասկանում եք, չէ՞ ինչի մասին է խոսքը։ Դու պետք է Աստծուց չսարսափես։ Այն ընտանիքում, եթե իրանց հորից սարսափում են, դա աննորմալ ընտանիք է։ Բայց այն ընտանիքում, որ իրանց հոր հանդեպ ունեն ակնածանք, ունեն հարգանք, ունեն երկուխ, սա նորմալ է։ Բայց այն ընտանիքում, որ իրենց հորից չկա ընդհանրապես հարգանք, ակնածանք, դա էլ աննորմալ ընտանիք է։ Դու պատկերացնում եք բալանսը։ Այստեղ վերևում հետաքրքիր բան է ասում։ Ասում է Եվ ասեցին Մովսեսին դու խոսիր մեզ հետ եւ մտիկ անենք, բայց Աստված չխոսի մեզ հետ, որպեսզի չմեռնենք։ Եվ Մովսեսը ասավ ժողովրդին՝ մի վախեցեք։ Այսինքն մոտեցեք Աստծուն։ Մի վախեցեք, որ Աստված ձեզի կսպանա։ Սարսափում էին Աստծուց։
Քանի որ Աստված ձեզ փորձելու եկավ, այնպես որ նրա վախը ձեր առջև լինի, որպեսզի մեղք չգործեք։ Հիմա տեսեք թանկագինս, Տիրոջ երկյուղի կարևորությունը ինչի համար է, որպեսզի մենք մեղք չգործենք։ Գիտեք ինչի համար թանկագիններս, հիմա ասեմ ես էսի։ Եթե դու մեղք ես գործում, դուստեք, լսեք, եթե դու մեղք ես գործում, դու ժառանգություն ես թողնում քո սերունդի վրա։ Ու գիտեք ինչպիսի ժառանգություն ես թողում, անեծքի ժառանգություն։ Եթե դու չես ուզում քո սերունդը, քո կյանքը, քո սերունդը լինի անիծված, լսի, դու քո սերունդին Տիրոջ երկյուղը փոխանցա։ Ոչ թե մեղքի կյանք փոխանցա, այլ Տիրոջ երկյուղը փոխանցա։ Ասեմ սիրելներ, ոչ մի տեղ քեզի չեն սովորեցրի Տիրոջ երկյուղ բացի եկեղեցուց։ Ոչ մի տեղ։ Բացարձակ էս երկրագնդի վրա այդձև տեղ չկա, բացի եկեղեցիներից, ճշմարիտ եկեղեցիներից, որտեղ որ Տիրոջ հոգին է առաջնորդում։ Թանկագիններս, ես ճակատագրական, մենք հիմա ճակատագրական թեմայից ենք, հարցերից ենք խոսում։ Ուզում ես քո սերունդը օրհնված լինի, ուզում ես քո կյանքը օրհնված լինի, դու պետք է որոշում կայացնես ապրել Տիրոջ երկյուղի մեջ։ Հա, ուխտ անելը չի գալիս։ Ուխտի մեջ մտնելը չի գալիս։ Մտածում եմ մենք վերջում պետք է ուխտ անենք, հա? Ձեն անեք, անենք ուխտ։ Հիմա թանկագիններս, ուզում եմ անցնենք առաջ։ Ինչ է նշանակում Տիրոջ երկյուղ։ Ամեն տեսակի գործ, աշխատանք սկսելուց առաջ, եթե խոստովանում ես, որ Տեր առանց քեզ ես այս գործը չեմ կարող անել, խնդրում եմ քո առաջնորդությունը, դու Տիրոջից երկյուղ ունեցող մարդ ես։ Իսկ եթե ինչ որ մի գործ ես բռնում առանց Աստծուն աղոթելու, դու Աստծուց երկյուղ ունեցող մարդ չես։ Ես բարձ ասեցի։ Ինչ կանես, ուր կգնաս, աղոթ քարա ամեն բանից առաջ։ Լսի, հասնի Տիրոջը։ Ոչ մի բան առանց Տիրոջ մի արա, թանկագինս։ Ամեն։ Տիրոջ երկյուղը այն չէ, որ դու Աստծուն փառաբանում ես եւ նրա մասին մտածում ես միայն եկեղեցում։ Եթե դու միայն եկեղեցում ես Տիրոջը փառաբանում ու Տիրոջ մասին մտածում ես միայն եկեղեցում, լսի, դու հոգևոր մարդ չես։ Պարզ եմ ասում։ Ասում եմ երանի նրան, որ գիշերու ցերեկ իմ պատվիրանքների եւ իմ օրենքների վրայով է մտածում։ Այդ մարդը եկեք այդ տեղը բացեմ կարդամ։ Դու մի բացեք, ես կկարդամ։ Սաղմոս առաջի նայեք ինչ է գրված։ Երանելի այն մարդը, որ ամբարիշտների խորհրդի մեջ չի քայլում, մեղավորների ճանապարհների մեջ չի կանգնում։ Լսեք, եթե դու տենում ես քո հարևանը բամբասկոտ է, մի գնա իր տուն։ Եթե քո հարևանը, չգիտեմ, մեղքը սիրող ազնվորություն է, իա այդ մի շփվի։ Կամ էլ եթե շփվում ես, եթե բաց Աստծո խոսքի համար, այդ դեպքում կարելի է։ Երանելի այն մարդ, որ ամբարիշտների խորհրդի մեջ չի քայլում, այսինքն ովքեր որ չար բաներ են մտածում, այդ մարդկանց հետ ընկերություն չի անում, եւ մեղավորների ճանապարհների մեջ չի կանգնում, եւ ծաղր անողների նստած տեղը չի նստում։ Հապա նրա կամքը, մտածմունքը Աստծո օրենքի մեջ է։ Նա ցերեկ եւ գիշեր նրա օրենքի մասին է մտածում։ Լսում եք։ Ուզում ես ցերեկ եւ գիշեր նրա օրենքի վրայով մտածի։ Քնելուց առաջ Աստվածաշունչ կարդա։ Օրը սկսելուց առաջ Աստվածաշունչ կարդա։ Քնելուց առաջ ոչ թե ինտերնետ արա։ Այսօր սա պարկում են, չէ, քնելու գնաց։ Թերթում են։ Մրցումա։ Լսեք,
Պարկելուց առաջ Աստվածաշունչ կարդա, թեկուզ մի քանի քառյակ։ Արթնանալուց հետո Աստվածաշունչ կարդա։ Եթե ուզում ես կյանքդ սերունդդ օրտնված լինի եւ ուխտի մեջ մտի, ասա Տեր, ես խոստանում եմ, որ ամեն օր ես քնելուց առաջ կկարդամ, արթնանալուց հետո կկարդամ։ Կարող է այդ ձև մի ուխտել ավելացնենք այսօր։ Հա? Արժի ասյակ։ Լավ, էսի երկրորդ ուխտը։ Հիմա անցնենք առաջ թանկագիններս։ Ինչա Տիրոջ երկյուղ, այլ այն է, որ դու նրա մասին մտածում ես ամեն օր, թե գիշեր, թե ցերեկ, եւ այդ անում ես հաճույքով եւ հիացմունքով։ Եթե դու Աստծո խոսքը կարդում ես հաճույքով եւ հիացմունքով, դասի Տիրոջ հոգին քո վրա է։ Ամեն։ Եթե դու վայելում ես Աստծո խոսքը, ամեն մի նախադասությունը կարդալու ձեռներդ պարզում ես, ասում ես, վայ փարքեզի Տեր լավ, այս խոսքերը կա։ Առանց այս խոսքերի ոնց պետք է ապրի։ Դասի դու ճիշտ տեղում ես այդ ժամանակ։ Համաձայն եք։ Նա ցենց արեք։ Ամեն, ամեն։ Փառք Տիրոջը։ Հիմա, եթե մեղքը քո համար ատելի չէ, նշանակում է քո մեջ չկա Տիրոջ երկյուղը։ Արհամարանք, զզվանք, եթե չկա քո մեջ մեղքի նկատմամբ, թանկագինս Տիրոջ երկյուղը քո մեջ չկա։ Մի հատ պատմություն անեմ, մի քիչ ծիծաղիկ։ Հիշում եք, որ մեր ժամանակ սենց մագնիտոֆոնի կասետներ էին ծախում, հա? Սենց մեծ դու չգիտեմ, ցածր սերունդը կարա չհիշի, այդ ժամանակ ես երիտասարդի նորի ապաշխարե, նորի բանակից եկե, ու գիտեք վատը որն էր։ Էդին այստեղ էր դրված, որ բոլորը անցնում դառնում, սենց մեծ դոսկա էր, ու այդ մագնիտոֆոնի կասետները շարած էր, ու գիտեք վատը որն էր։ Որ այդ կասետների վրա մեր կիսամերկ աղջիկների։ Ու գիտեք, ես անցա, էդի տեսա ու ստե մի բանը սենց շրջվա գլխիս մեջ։ Ու սկսեցի ես վիճել այդ ծախողի հետ, բա աղբեր, ես ինչ անեմ, գացել եմ առել եմ, բերել եմ, էտա հիմի, ասեցի աղբեր, եղբայր ջան, ստեղով հասարակություն ասնում, երեխեք են ասնում, դեռահաս կանայք են ասնում։ Գիտեք թանկագինս, եթե մեղքը քո վրա չի ազդում, քո նյարդերի վրա չի ազդում, դու նորմալ տեղում չես։ Եթե մեղքը քեզի չի բարկացնում, օրինակ Աստված մեղքից բարկանում, համաձայն եք։ Եթե դու մեղքից չես բարկանում, դու աննորմալ տեղում ես։ Եվ Տիրոջ հոգին քո վրա չէ։ Ամեն թանկագիններս։ Հիշեք սիրելիներ, Հիսուս Քրիստոսը հատուկ աշխարհ եկավ, որպեսզի մեղքի խնդիրը լուծի։ Բայց եթե մեղքն էլ պետքա եկեղեցի մտնի, ուրեմն աշխարհի վերջը եկել է։ Ասում եմ, եթե աղը իր համը կորցնի, էլ ինչով պետքա համովածնենք։ Պատկերացրեք, ցանկացած աղ համ չունենա։ Որտեղից աղ գնես, համ չունենա։ Դա կլինի այս երկրագնդի 7 միլիարդ մարդու կորուստը, որտեղ մարդը առանց աղի մահանում է։ Եթե թանկագինս եկեղեցի իր սրբությունը կորցնի, իր աստվածապաշտությունը, Տիրոջ երկյուղը, մեղքի հանդեպ հանդիմանությունը կորցնի, ուրեմն եկեղեցին իր համը կորցրեց թանկագինս։ Դու այստեղ եք։ Հալելույա։ Որքան կարևոր է ապրել թանկագիններս Տիրոջ երկյուղի մեջ։ Ամեն։ Շատ կարևոր է։ Եկեք բացենք Առակաց 19:23։ Ես կամացից ավարտեմ, որպեսզի անցնենք հաղորդության։ Եկեք այս տեղն նայենք Առակաց 19:23։
Ասմա տիրոջ երկյուղը կյանքի պատճառ է։ Այսինքն տիրոջ երկյուղը եթե ունենաս քո կյանքի մեջ կյանք կգա։ Ամեն։ Եթե դու տիրոջ երկյուղը ունենաս, քո կյանքի մեջ կյանք կգա։ Լավ, եկեք ամենավերջի տեղը նայենք, Հոբ առաջ գլուխ եկեք եթանք։ Հոբ։ Գիտեք չէ, Հոբը աստվածավախ մարդայել է։ Մեկ որ Հոբը մի հատ ուխտ արեց իր աչքերի հետ, ասավ այս աչքերի հետ ուխտ եմ անում, որ չնայի չամուսնացած աղջիկներին։ Հոբ առաջինի առաջին։ Առաջինի առաջին։ Հիմա նայեք ինչ ասում։ Ասում է Հուս երկրի մեջ Հոբ անունով մի մարդ կար։ Այն մարդը, տեսեք, 4 արժեքի մասին է խոսում։ Կատարյալ էր, արդար էր, աստվածավախ էր եւ չարությունից հետ էր քաշվում։ Դեստեղ եք սիրելիներ։ Գիտեք ինչի համար էր Հոբը չարությունից հետ քաշվում, որտեղ ինքը աստվածավախ էր։ Գիտեք Հոբը ինչի համար էր արդար, որովհետև աստվածավախ էր։ Գիտեք Հոբը ինչի համար էր կատարյալ, որովհետև աստվածավախ էր։ Գիտեք Հոբը ինչի համար էր աստվածավախ, որովհետև որոշում էր կայացրել աստվածավախ լինելու։ Ուխտ էր արել Տիրոջ առաջ։ Մոտենում է ուխտի պահը, կամաց։ Հիմա թանկագիններ, տեսեք, Աստված ինչպես է վերաբերվում Հոբին։ Նրան 7 տղա եւ 3 աղջիկ ծնվան։ Օրհնություն է, թե օրհնություն չէ։ Այսօր շատ ենք տերում, չէ՞ որ մարդիկ եթե երեխա չունեն, պայքարում են դրա դեմ։ Ոմանք եթե չեն կարողանում ունենալ, չգիտեմ, ուրիշ մեթոդների են դիմում։ Այսինքն երեխա չունենալը օրհնություն չէ։ Ասում է անոր 7 տղա եւ 3 աղջիկ ծնան։ Ասում է նրա ստացվածքը 7000 ոչխար եւ 3000 նայեք նրա ստացվածքը։ Առաջինը օրհնված էր Հոբը ընտանիքում, երկրորդը նրա ստացվածքը 7000 ոչխար, տեսեք հարստությունը Հոբի, 7000 ոչխար, 3000 ուխտ, 500 զույգ ես, 500 մատակ էշ էր եւ խիստ շատ ծառաներ ուներ։ Եվ այն մարդը բոլոր արևելքցիներից մեծ էր։ Աստված օրհնել էր Հոբին։ Եվ ընտանիքով, եւ հարստությունով, եւ անունով, ինքը պաշտոնյա էր, ամեն ինչով, նա երջանիկ էր, նա անվանի էր, նա օրհնված կյանք ուներ, նա լիքը հարստություն ուներ։ Գիտեք ինչի համար։ Ինքը աստվածավախ էր, ինքը չարությունից հետ էր քաշվում, ինքը արդարություն էր գործում եւ ինքը կատարյալ էր։ Այսինքն իր լեզուն, պատկերացնում եք, իր կինը եկավ, իրանն ասավ Աստուն անիծամեղի, ասավ անզգամ կնոջ պես ես խոսում։ Ինքը իր լեզուն զսպված լեզու էր։ Պատկերացրեք, ինքը իր աչքերի հետ ինչ ուխտ դրեց։ Ինքը մի հատ երիտասարդ աղջիկ տենում էր, ուրիշ կողմ էր նայում։ Կամ էլ գլուխը կախում էր։ Իսկ հիմա գիտեք ինչա կատարվում։ Սարսափելի բան։ Լավ, թանկագիններս,